Բարի երեկո, եւ այսպես հայտնի են այն տեխնացուների անունները, ովքեր փետրվարի 18-ին կպայքարեն Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռի համար։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նրանց տեխնացությունը, այդ տեխնացուների անունները կլինեն քվեաթերթիկում, եթե իհարկե սահմանված ժամկետում փոշմանություններ եւ բտափոխություններ չլինեն։ Թեև բոլորին արդեն հայտնի է, սակայն կարծում եմ ավելորդ չի լինի մեկ անգամ եւս նշել այն մարդկանց անունները, ովքեր արդեն պաշտոնապես տեխնացու են։ Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյան, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բակրատյան, ԱԻՄ առաջնորդ Պարուր Հայրիկյան, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյան, Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյան, էպոսագետ ներկայացող Վարդան Սետրակյան, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյան եւ Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյան։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ Ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո ձեզ։ Զգացվում է ընտրությունների շունչը, նախագահական ընտրությունների։ Լինի Երևանում, թե մարզերում, գիտեմ, հազիվ հասել եք, հա, ծրագրին ու եթերում մարզից եք եկել։ Այո, կարելի այդպես ասել, Տավուշի մարզից անմիջապես տարավար եւ քանի որ առաջի եթերն է, ուզում եմ նաեւ շնորհավորել մեր ժողովրդի անցած բոլոր տոները, նոր տարին, հին նոր տարին եւ Սուրբ Ծնունդը եւ մաղթել ամենայն բարիք։ Անկեղծ ասեմ, մարզերում եւ Երևանում դեռևս նկատելի չէ նախընտրական ակտիվություն, այսինքն դեռևս տեսանելի չէ, որ հասարակությունը ապրում է այդ մթնոլորտով եւ ստեղծված է։ Երևանում ինչ որ կերպ էլի կա, հետաքրքիր է մարզերում կա հետաքրքրություն, մարդիկ գիտեն, շահագրգռված են, հետաքրքրված են, շերտ կա, մարզերում համատարած փոփոխություններ սպասում են, սա անկասկած, անկեղծ ասեմ։ Կյանքը իսկապես դարձել է անտանելի եւ մարդկանց զգալի մասը փոփոխության պահանջատեր է այս պահին։ Ինչով կավարտվի դա, ինչ մեթոդներ կկիրառեն իշխանությունները, ես կարծում եմ մենք դրա մասին կամ կխոսենք կամ կխոսենք, ինչի չենք խոսի, բայց բոլոր դեպքերում պիտի ասեմ, որ այս ընթացքում բնականաբար ունենալով մեր տեխնատուն Ռաֆի Հովհաննիսյանին ժառանգության կողմից սատարվող, զորակցվող, պաշտպանող տեխնացու, մենք մարզային այցելություններ ենք ունենում եւ մեր մոբիլիզացիան անում եւ այսպես ասեմ, կա անշուշտ մի հատվածի մոտ, որը հետևում է քաղաքական անցուդարձին, կա այդ աշխուժությունը, կա հետաքրքրությունը, բայց դեռևս դա համապետական մթնոլորտ չէ անվանի։ Շատ լավ, ես հասկանում եմ, որ օբյեկտիվ պատճառներով ժառանգության եւ ժառանգության տեխնացուի մասով այսպես չեզոքություն կամ խիստ օբյեկտիվություն անհնար է հասկանալի պատճառներով, հա, որովհետեւ սեփական կուսակցապետը տեխնացու է եւ շահագրգիռ անձեք, հա, բայց փորձենք, հա, նաեւ այդ մասով հնարավորինս օբյեկտիվներ, ինչ է առաջարկում քաղաքական դաշտը այսօր ընտրողին, քաղաքական ինչպիսի միտք, քաղաքական ինչպիսի ապրանք, քաղաքական ապրանքի ինչ տեսականի այսօր առաջարկում քաղաքական դաշտը հանրությանը։ Կարող ենք ասել ընդհանուր առմամբ, կարող եք եթե ցանկանաք առանձին նաեւ անկեղծ ասած լավ հարց է, տեխնատուների կազմը, որ դուք ընթերցեցիք, որպես առաջարկ այն պահանջարկին, որը կա հասարակության մոտ, պիտի ասել մի փոքր ոչ ադեկվատություն կա, անկեղծ եմ ասում, չեմ ուզում թերագնահատել որևէ մեկի շանսերը, չեմ ուզում վիրավորած լինել որևէ մեկին, բայց ներեցեք պատահական մարդիկ, պատահական երևույթներ նույնպես առկա են նախագահությունների շարքում եւ այս առումով իմ համար մի փոքր անկեղծ ասած որպես քաղաքագետ անհասկանալի է ինչպես կարելի է ասենք 5 տարվա մեջ քաղաքականությամբ չզբաղվել, շատ ակտիվ չլինել, թեկուզ որպես անհատ շատ երևացող չլինել քաղաքական թատերաբեմում եւ 5 տարին մեկ առաջադրվել կամ լինել բացարձակապես անծանոթ հանրությանը եւ փորձել ուժեր։ Իմ համար մի փոքր անհասկանալի։ Բայց գոնե այս պարագայում կարելի է ասել, ես պիտի խոսեմ հատկապես ընդդիմադիր տեխնատուների մասին, այնուամենայնիվ պիտի ասեմ առաջի հերթին բնականաբար Ռաֆի Հովհաննիսյանը համնարդարության ասեմ տվյալ պարագայում շահախնդիր չեմ, որովհետեւ նաեւ հասարակության ռեակցիայից ես դա տեսնում եմ եւ զգում եմ եւ նաեւ շանսերի առումով կամ ուժերի առումով մի փոքր ավելի անհավասար Հրանտ Բակրատյանը, այնուամենայնիվ քաղաքական դեմքեր են եւ կարող են քաղաքական պլատֆորմ առաջարկել ժողովրդին։ Մնացածը, անկեղծ ասած, ես ինքս շատ մեծ ուշադրությամբ սպասում եմ նրանց ծրագրերին։ Հայրիկյանը քաղաքական դեմք չի։
Ներողություն, ես պարոն Հայրիկյանին մոռացա, այո, իրավացի եք, պարոն Հայրիկյանն էլ պիտի թվարկեմ այդ առումով։ Նայնե Մկրտչյանը չկար։ Այո, որպես լրագրող այնուամենայնիվ հանրությանը հայտնի էր, բայց մնացած տեխնացուները, հա, ասենք ասվում է, որ էպոսագետ ներկայացող այդ ազնվորությունը, ասենք մի 5 տարի առաջ ինչ որ միտեղ պատգամավորի տեխնացու է դրված եղել, դա միակ քաղաքական կետն է նրա կենսագրության մեջ։ Ինձ համար տարօրինակ է դա, ասենք իմ համար տարօրինակ է Արամ Հարությունյանի առաջադրվել ամեն անգամ նախագահական ընտրություններին եւ այսպես շարունակ։ Իսկ այս պարագայում մնացած տեխնացուները կարծում եմ այս կամ այն չափով կարող են ներկայացնել քաղաքական։ Այսինքն ստացվում է, որ ունենք 8 տեխնացու, բայց ես քաղաքացիս կամ որևէ մեկը գնալու է քաղաքական շուկան ապրանքը գնելու, վճարելու է իր ձայնով, բայց ընտրության հնարավորությունը առանձնապես ընտրության սահմանները առանձնապես մեծ չեն, հա, ընտրության հնարավորությունը։ Կարելի է ասել գաղափարական առումով, այո, եթե նկատի ունենանք, որ Ռաֆի Հովհաննիսյանը ներկայացնում է ազգայնական, չափավոր ազատական այս ընտրազանգվածին, Հրանտ Բագրատյանն ներկայացնում է ավելի ծայրահեղ ազատական հատվածին, ճիշտ ասած պարոն Հայրիկյանի գաղափարական գիծը անկեղծ ասած այդքան լավ տեսանելի չի ինձ, որովհետև ինքնորոշված մարդ, անկախ պետություն եւ այլն, ասենք սա գաղափարախոսական խնդիրներ չեն եւ կարծում եմ բոլոր տեխնացուների մոտ դա կա։ Այո, գաղափարական ամբողջ սպեկտրը ներկայացված չէ, ձախեր, այսպես սոցիալ-դեմոկրատներ չկան, ձախ կենտրոնամետ չկա, եւ այս պարագայում իհարկե պիտի ասել, որ տեխնացուների առումով այո լիարժեք քաղաքական սպեկտրը ներկայացված։ Սա էր մեր քաղաքական դաշտի ներուժը։ Ամենևին ոչ, շատ ցավալի, շատ վատ բան տեղի ունեցավ անկեղծ ասած, քաղաքական հիմնական դերակատարները մի փոքր այսպես յետքայլ արեցին, տեխնացու չառաջադրելու, այլ տեխնացու չպաշտպանելու առումով եւ ես կարծում եմ։ Ձեզ հասկանալի է այդ հիմնական դերակատարների այդ նման որոշումը։ Ամբողջությամբ ոչ, որովհետև նույն պարագայում ասենք ես պիտի կոչեմ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը հայտարարությունը, որը արվեց այն ժամանակահատվածում, երբ որևէ մեկը առաջադրված չէր, իհարկե կարող էին գուշակել կամ կարող էին հիմնվել, որ ասենք օրինակ Ռաֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 1-ին հայտարարել էր իր առաջադրվելու մասին, բայց մնացած բոլոր տեխնացուների մասին տեղյակ չէին եւ չիմանալով ովքեր են տեխնացուները, ասենք հայտարարել, որ որևէ մեկին չենք սատարելու, իմ համար մի փոքր նոնսենս է, ասենք վերջին հաշվով ազգային ժողովում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն է։ Հայ ազգային կոնգրեսին ինչով բացատրել։ Ազգային կոնգրեսի խնդիրները առավելապես ներքին խմորումներն են, որոնք մենք տեսնում ենք այս օրերին մամուլում, տարբեր թևեր փորձում են արդեն վերաիմաստավորել անցյալը, Նիկոլ Փաշինյանը հոդվածաշարեր է գրում անցյալի մասին, Հրանտ Բագրատյանի եւ Տեր-Պետրոսյանի այսպես հարաբերությունների նրբությունը մենք տեսանք այս անցած դեկտեմբերին։ Մի խոսքով ակնհայտ է, որ Հայ ազգային կոնգրեսի ներսում լավ եղանակներ եւ լավ ժամանակներ չեն եւ տվյալ պարագայում այն տպավորությունն է, որ նրա առանձին մասնիկներ, միավորներ կազմակերպվում այդպես, հա։ Ես կարծում եմ, որ այո, որովհետեւ ըստ էության բազմից ասել եմ դա, չնայած բազմաթիվ այսպես քննադատություններ են մարժանացել իմ գործընկերների կողմից, բայց եթե մի քաղաքական միավոր դնում է իր արժեվ նպատակ, ըստ որում խնդիր ոչ արժեքային, ոչ գաղափարախոսական դաշտում դրվում է խնդիր ուղղակի անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ եւ ուղղակի չի կարողանում հասնել դրան բնականաբար այդ խնդիրը այլևս գոյություն չունի, եթե խնդիրը գոյություն չունի, ապա այդ միավորումը նույնպես գոյություն չունի։ Հետևաբար այս պարագայում հիմա Հայ ազգային կոնգրեսի տարբեր միավորների ամբողջ վարքագիծը բացատրելի է նրանով, որ փորձում են ուղղակի ավելի շատ պատառներ, բեկորներ վերցնել կազմակերպող միավորից։ Իսկ առաջնորդի բերած փաստարկը համոզիչ չէր։ Ամենևին ոչ։ Անկեղծ ասած Տեր-Պետրոսյանի ինտելեկտուալ եւ այլ կարողությունները կարծում եմ որևէ մեկը չի կարող թերագնահատել, բայց բերված արգումենտը ճիշտ ասած մի փոքր զարմացրեց ինձ, որովհետեւ
Երևի այլ բան չուներ ասելու համենայն դեպս ինչպես եւ սպասելի էր, բայց երկու բաղադրիչներով էլ ասենք չառաջադրվելու եւ չսատարելու թե չառաջադրվելու առումով հասկանալի էր, երկու բաղադրիչներով էլ անհասկանալի էր ավելի ճիշտ, այսպես ասեմ, տարիքի առումով բնականաբար չես կարող ընդունել եւ չես կարող հավատալ, որ 68 տարեկանը դա խոչընդոտ է նախագահի տեխնատու առաջադրվելու համար, ավելին ուղղակի մի ամբողջ կիսամյակ այսպես ձգձգել process-ը, խոստումներ տալ, որ լուրջ իրադրություն է հասունացել ազգային ժողովում, լուրջ հարաբերակցություն կա, հիմա կտեսնեք թե ինչ է լինելու, հիմա թավշյա հեղափոխությունը լինելու է եւ այսպես, հետո գալ վերջին ամիսներին ասել, որ հիմա Տեր-Պետրոսյանը կհրապարակի իր որոշումը եւ դրանից հետո գալ եւ ասել, գիտեք, նոր իմացանք, որ 68 տարեկան ենք, սա կարծում եմ տրամաբանություն չունի։ Ինչ վերաբերում է չսատարելուն, նույն պատճառներն են, ինչպես Բարգավաճ Հայաստանին, ինձ համար էլի անհասկանալի են։ Պետք է նաև ասեմ, նույնքան եւ դեռևս անսպասելի ինձ համար Հայ-Հեղափոխական Դաշնակցության կողմից այլ տեխնատու չսատարել։ Ավելի ճիշտ է ինձ թվում է ասել, որ այս տեխնատուն չի ներկայացնում մեզ եւ դրա համար չենք սատարում, քան ուղղակի այսպես հարցականներ թողնել։ Որովհետեւ գիտեք, հիմա նաև այն մթնոլորտը, որի մասին մենք խոսում ենք, որ բացակայում է, հա, նաև massամբ ձևավորվել է այս հայտարարություններից, որովհետեւ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները ըստ էության արել են պարադոքսալ հայտարարություններ, չմասնակցելու, ակտիվ մասնակցություն եւ ներգրավվածություն չունենալու եւ նաև այլ տեխնատու չսատարելու։ Այսինքն այն վիճակը, որ ունենք հիմնականում ընդդիմության ձեռամբ է ստեղծվել, հա, ոչ իշխանությունների։ Ես կարծում եմ, այո։ Եվ այս պարագայում բնավել տեղին չի լինի ասել, թե իշխանությունները բան արդար պիտի լինել, այո։ Դա ես չեմ կարող ասել։ Իսկ որևէ մեկի չառաջադրվելն ու խոսքը պատահական որևէ մեկի մասին չի, նախագահի պոտենցիալ տեխնատուներից որևէ մեկի չառաջադրվելը նրա սեփական անձնական խնդիրն է, թե նաև հանրային խնդիր է։ Գիտեք, տեխնատուն իր հարաբերություններն ունի հանրության հետ։ Տվյալ պարագայում ինձ որպես քաղաքացի եւ նաեւ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ առավելապես մտահոգում է, որ հասարակության ինչ որ մի հատվածի, այսպես ասեմ, пассивության բոյկոտի կոչ է արվում։ Ես չեմ ուզում բոյկոտի կողմնակիցներին քննադատել, մեղադրել, բայց նաև ուզում եմ, որ բոյկոտի կողմնակիցները ինձ բացատրեն, թե ինչ է տալու բոյկոտը։ Բայց բոյկոտ ոչ ոք չի հայտարարել։ Չէ, գիտեք, չմասնակցել է ինքը տեղով բոյկոտ է։ Հիմա ինչ անունել որ տանք դրան։ Ընտրություններին չմասնակցել, չկողմնորոշել սեփական ընտրողներին, հա, ընտրությունների ժամանակ չասել, կոչ չանել, գնացեք եւ քվեարկեք օրինակ ընդդիմադիր տեխնատուին կամ գնացեք եւ քվեարկեք այս տեխնատուին, սա ըստ էության այդ ընտրազանգվածին անորոշության մեջ թողնելու եւ չկողմնորոշելու։ Մեկ այլ դեպքում էլ ասենք հայտարարում են, որ քարոզարշավի ընթացքը ցույց կտա եւ իրենց ընտրողներին այսինչ կամ այն Ես ուրախ կլինեմ, բայց նաեւ ժամանակի խնդիր է։ Այս պահի դրությամբ ուղղակի պիտի հասկանալ, որ առանց այն էլ այս վերջին տարիների հիասթափություններից հետո, խոշոր մեծ հիասթափություններից հետո, առանց ընտրությունների ուրեմն ընտրությունները ամբողջությամբ ուղղակի վարկաբեկելուց հետո հասարակության վստահության խնդիր ունենք եւ անկեղծ ասած ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը, ովքեր որ շարունակեն նույն վարկագիծը մինչև ընտրությունը, ես կարծում եմ առաջին հերթին հարվածելու են հենց իրենց։ Իհարկե դա ընդհանուր գործընթացին է նաև հարվածելու, վնասելու, որովհետև մարդիկ երբ տեսնում են, որ ընդդիմությունը այսպես շփոթված է, պառակտված է, ուրեմն տանը նստած է, առաջին հերթին իհարկե դա ազդելու է ընդհանուր մթնոլորտի վրա, բայց երկրորդ հերթին հավատացնում եմ ձեզ, դա հարվածելու է ամեն մի քաղաքական ուժի, այնպես ինչպես հարվածեց դա Հայաստանի կոնգրեսին։ Եթե ասում եք այդպիսի մթնոլորտ է, արդեն ձևավորված այդպիսի մթնոլորտ է, մենք մինչև հիմա խոսում էինք չառաջադրումների մասին, մի տառնանք առաջադրումներին, այս պարագայում էլ առաջադրումներին ինչի համար են, եթե այդ մթնոլորտն է եւ Չէ, այդ մթնոլորտն է նաև այն պարզ պատճառով, որ ամանորյա տոներ էին եւ ներեցեք մարդիկ ամենևին չէին ցանկանում իրենց տոնական տրամադրությունները փչացնել քաղաքականության մասին խոսելով, բայց նկատելի է այն լիցքը, որ արդեն գնում է, որովհետեւ ովքեր որ համենայն դեպս պահանջում են երկրում փոփոխություններ, այնուամենայնիվ շարունակում են քննարկել դա։ Այլ բան է, թե ինչպես պիտի անել, որ դա մոբիլիզացվի եւ դա դառնա որոշակի շարժման մեջ գտնվող էներգիա, որը էապես ազդի արդեն ընտրությունների ընթացքի եւ նաեւ արդյունքների վրա։ Այս առումով ես կարծում եմ դեռևս ամեն ինչ արժևում է եւ իդեպ ասեմ ձեզ,
եւ կարող եք հաստատել նաեւ դա ոչ միայն դուք, այլ նաեւ շատերը, նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողի վարքագիծը արմատապես տարբերվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարքագծից, արմատապես տարբերվում է մեծամասնական դրակարգով վարքագծից, որովհետեւ մեր հասարակությունը հրաշալի գիտի, որ այս երկրում ինստիտուտները կայացած չեն եւ փոփոխությունները կախված են մեկ անձից։ Այդ մեկ անձը համաձայն եմ, ընդհանրապես նախագահական ընտրությունների նկատմամբ նման վերաբերմունք կա եւ նախորդ բոլոր ընտրությունների նման եղել է, բայց այն պարագայում, երբ որ ասենք եղել է ընդգծված դիմադիր տեխնացու, որի հետ հույսեր են կապվել եւ այդ բանը միավորումը, չգիտեմ, հույսերի հետ մեկտեղ բերելը ստացվել է, բայց հիմա կա այդպիսի իրավիճակ։ Ես ուզում եմ հիշեցնել 2003 թվականը։ Այն ժամանակ կար երկու ֆավորիտ՝ Արտաշես Գեղամյան եւ Ստեփան Դեմիրճյան։ Գիտեք, երբ որ ընդդիմությունը չի կարողանում ինքը իր մեջ որոշել, թե ով է ֆավորիտը եւ ով է ձեռնոցը նետելու իշխանությանը, այդ հարցը որոշում է ընդդիմությունը։ Եվ ես կարծում եմ այս ներողություն, այդ հարցը որոշում է հասարակությունը, ընտրողը, ժողովուրդը։ Եվ ես կարծում եմ այս անգամ էլ մի 5-10 օր հետո մենք կտեսնենք արդեն իրական շարժերը եւ նկատելի կլինի հասարակության մեջ առավել լայն հանրային աջակցություն վայելող տեխնոլոգիա։ Ես կարծում եմ, որ դա Ռաֆի Հովհաննիսյանն է լինելու անկասկած։ Բայց եթե այդ հիմնական դերակատար ուժերը, ինչպես դուք եք նշում, չեն մասնակցում, չեն առաջադրվում, չեն ուղղորդում իրենց էլեկտորատին եւ այլն, ստացվում է, որ մենք ինչ է ուրիշ բան է ստացվում է, որ առաջադրվողները կարծես լեգիտիմացնում են այն ընտրությունները, որոնք պիտի տեղի ունենան։ Ես դրա համար ասեցի, ես չեմ ուզում քննարկել նրանց ովքեր չեն մասնակցում կամ ովքեր տեխնատություն են կամ ովքեր բան չեն անում, բայց ես ուզում եմ նաև ինձ բացատրեն, թե ինչ է տալիս բոյկոտը։ Ես հիշում եմ 2003 թվականի, 2004 թվականի բոյկոտ Արդարություն դաշինքի, ով բոյկոտեց 1 տարի ազգային ժողովի նիստերը։ Ես հիշում եմ 2005 թվականի Սահմանադրական հանրաքվեի փոփոխության բոյկոտը ընդդիմության կողմից։ Ես հիշում եմ ժառանգության բոյկոտը 2011 թվականի ազգային ժողովի նիստերում մի քանի ամիս։ Ես հիշում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության վերջին շրջանի այս տարվա բոյկոտները մի քանի նիստերի Վարդան Օսկանյանի գործի հետ կապված։ Եթե որևէ մեկի ինձ բացատրի, թե ինչ խոշոր արդյունք են դրանք տվել ընդդիմությանը, ես կհամոզվեմ բոյկոտին։ Եթե մենք կարողանայինք մեր երկրում բոյկոտը ձևափոխել, տրանսֆորմացնել քաղաքական արդյունքի, ապա ես կլինեի ժառանգությունում առաջիններից մեկը, որ ասել եկեք միանանք բոյկոտին։ Բայց քաղաքական ուժի դեպքում ես կարծում եմ չի էլ կարելի նաև մտածել հանձնվելու մասին։ Գիտեք, սովորական մարդը իմ կարծիքով մեզանից տարբերվում է քաղաքական առումով մի շատ կարևոր հանգամանքով։ Նա իրավունք ունի մտածելու, որ ամեն ինչ կանխորոշված է, ելքը այսպես է լինելու։ Քաղաքական ուժը, քաղաքական գործիչը, ես կարծում եմ այդպես մտածելու իրավունք չունի, որովհետև մեր նպատակն է մարդկանց ներշնչել, մարդկանց համոզել եւ նաեւ անել ամեն ինչ ու պայքարել, որպեսզի հնարավոր դարձնենք այն, ինչ ուզում ենք տեսնել իրականության մեջ։ Այսինքն դա նոր Հայաստանն է, դա փոփոխությունն է։ Եվ եթե մենք չենք հավատալու դրան, եթե կան ռեալ հավատ, հույսեր, չգիտեմ, այդ պոտենցիալը կա միավորվելու, օրինակ, հիմա շատերը տեսնում են, որ չկա դա, պարզ ասենք, շատերը չեն տեսնում դրա հնարավորությունը եւ նույնիսկ տեխնացուներից մեկը առաջարկում է միաժամանակ հրաժարվել։ Բոլորը միաժամանակ հրաժարվել մասնակցելուց։ Այդ տեխնացուից առաջ շատերն էին հրաժարվել մասնակցելուց։ Հիմա պարտադիր չէ, որ այդ տեխնացուն առաջադրվեր, հետո նոր մյուս մասնակցողներին առաջարկեր, որպեսզի նրանք հրաժարվեն։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ տեխնացուները միմյանց պարտադրելու եւ ընդհանրապես այդ լեզուն, չգիտեք ինչ, եթե պիտակումներ են տրվում, ինձ դա հիշեցնում է Տեր-Պետրոսյանի արշավը, որը առաջին հերթին ոչ միայն ասենք կողքից հաճելի չէր նորմալ մարդու համար, ով մեր հետ չէ, մեր ճշտամին է կամ չգիտեմ ինչ, դա առաջին հերթին հարվածում է հենց տվյալ քաղաքական ուժին։ Հետևաբար այս կտրվածքով ես կարծում եմ պարտադրանքների եւ այդ տեխնոլոգիաները պետք չի կիրառել մյուս տեխնացուների պարագայում։ Ավելի լավ կլինի մարդկանց իսկապես բացատրել, բոլորով հավաքվեին եւ ասեին ինչու մասնակցությունը այլընտրանք չունի եւ ինչու է ճիշտ չմասնակցելը։ Բայց քանի որ չմասնակցելու հետ կապված ուղղակի բացի այն, որ եկեք տանը նստենք, անգամ գիտեք չեն ասում, որ եկեք չմասնակցենք, բայց այդ օրը օրինակ ընտրողին կանչենք Ազատության հրապարակ կամ չգիտեմ որտեղ մեկ ու ասենք դա ասեն Բարգավաճը, դա ասի Հայ ազգային կոնգրեսը, դա ասի Դաշնակցությունը եւ բոլորը միասին ասեն, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ հիմնական չմասնակցողները ոչ թե տանը նստած են, այլ հրապարակում են, հա։ Եթե դա ասեն, ես էլի կհասկանամ, բայց եթե դա էլ չի ասվում, ապա ես չեմ հասկանում, եթե չենք մասնակցելու, ուղղակի դա նշանակում է մենք հանձնվում ենք։ Ես չեմ ուզում լինել հանձնվողների շարքում։
Այն որ տեխնացուների այսպիսի կազմ ունենք, դա միայն ներհայաստանյան իրողություններով են պայմանավորված, թե աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունը կա, ընդունված է, չէ, լինի դա թե ոչ, ամեն անգամ ընտրությունների ժամանակ ասում են այս սա, այս ինչի մարդն է, այս սա, չգիտեմ, այս ինչ ուժային կենտրոնին է, սա սրանն է եւ արտաքին ազդեցություններ կան, դրանք եղել են բոլոր ընտրությունների ժամանակ, դրանք տեսանելի էին նաև ուրեմն խորհրդանական ընտրությունների ժամանակ եւ նաեւ պիտի ասեմ, որ ես դա չեմ նայում ինչ որ մետության համատեքստում։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր քաղաքական հաշվարկներում հաշվի է առնում ներքին եւ արտաքին գործոնները, հա, եւ ըստ այդմ մեկը իրավունք ունի իրեն ասել, որ Հայաստանում ուժը Ռուսաստանինն է եւ արի ավելի շատ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ, այսպես ասեմ, եվրասիականության կամ ռուսամետության շեշտադրումները ավելի շատ լինեն։ Մյուսը կարող է այլ նկատառումներով ուրեմն ուժեղացնել ուրեմն եվրոպական կամ արևմտյան շեշտադրումներ։ Ես անկեղծ ասած դուք որ շեշտադրումներն եք ավելի ուժեղացնում։ Ժառանգությունը ինքը բազմից հայտարարել է, որ մենք հակառուսական հիստերիաների կողմնակից չենք, մենք հակառուս չենք եւ նաեւ չենք թաքցրել, որ մենք Հայաստանում տեսնում ենք եվրոպական լայն ընտանիքում։ Այսինքն մենք երբեք այսպես ասեմ, չենք սեթևեթել արտաքին քաղաքական Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների հարցում։ Մենք ասել ենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պիտի լինեն պայմանագրային պարտավորությունների դաշտում, լիարժեք, իրավահավասար, բայց նաեւ ասել ենք, որ Հայաստանը ապագա ունենալու համար պիտի լինի եվրոպական տիպի պետություն։ Հետևաբար այս առումով ժառանգությունը անշուշտ այս դաշտում է։ Եվ այս կտրվածքով այո նկատելի է եւ պիտի ասեմ մի հետաքրքիր տենդենս կա, հա, ասենք Բարգավաճ Հայաստանը, որը առավելապես գերկարևորում է ռուսական ուղղությունը, հա, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները եւ եվրասիական ինտեգրման մասին, Եվրասիական միության Հայաստանի անդամակցության հետ կապված կարևորում է։ Այո, համենայն դեպս եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության պաշտոնական խոսնակներ ժառանգություն ասեցի, սխալ ասեցի։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինքը Եվրասիական միության հետ կապված չափազանց համարձակ հայտարարություններ է արել այս ամիսների ընթացքում։ Վարդան Օսկանյան, Լևոն Զուրաբյան ուրեմն խոսակցության գաղտնալսման ժամանակ Լևոն Զուրաբյանը փաստացի խոսեց ըստ էության կոնգրեսի մարտավարության մասին, որը կայանում էր, ասենք, կրկին ոչ հակառուսական դաշտում մնալու, իսկ ավելի ստույգ պրոռուսական դաշտում մնալու մասին։ Արամ Կարապետյանը, որը նույնպես իր կուսակցությամբ հայտարարել է Եվրասիական միության հայտարարելու մասին, նույնպես չի մասնակցում։ Ես չեմ ուզում դաշնակցությանը մտցնել այս շարքերը, բայց ամենայն դեպս նկատելի է, որ Ռուսաստանի այսպես ասեմ, չեմ ուզում մետություն բառը օգտագործեմ անկեղծ ասած, ես չեմ պատկանում այն մարդկանց, որ մեղադրեմ այդ քաղաքական ուժերին, նրանց իրավունքն է տեսնել Հայաստանի ուրեմն հարաբերությունների որակը այս կամ այլ երկրների հետ, բայց համենայն դեպս Ռուսաստանի հետ առավել մերձ, առավել սերտ համագործակցության հակված եւ Եվրասիական միության մեջ մտնել պատրաստվող քաղաքական ուժերը համենայն դեպս տեսեք բոյկոտային տրամադրությունների մեջ։ Լավ, իսկ այս անտիմադիր դաշտում այդ ծեր ասած ինտեգրացիոն գործողությունների միավորվելու հավանականությունը ինչքան զգում եմ արդեն ընդդիմության մեջ, այսինքն ոչ իշխանական տեխնացուների մեջ արդեն ինչ որ ջրերը մի առվով չգնալու բաներ նկատում եմ, հա, ձեր խոսքից էլ ասենք էպոսագետի հետ նույն առվով չի գնում, Անդրեաս Ղուկասյանի հետ որ հայտարարություն մարդիկան հասկանալիորեն իրենց ընտրական արշավը սկսել են մեզ վարկաբեկելով եւ քննադատելով։ Մենակ այդ չի, Արման Մելիքյանն էլ հայտարարություն արել, ծանոթ եք, այսօր հայտարարություն արել, Ժառանգություն կուսակցության, երկար, ես մի հատված մի առաջի պարբերությունը կարդամ, Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանի որպես նախագահի տեխնացու առաջադրվելու որոշումը եւ իշխանական ճամբարի կողմից նրան Սերժ Սարգսյանին պարտված մրցակցի տերում տեսնելու անսկող ցանկությունը տարատեսակ վերլուծաբանների ու սոցիոլոգների կողմից իրադարձությունների այսօրինակ զարգացման անխուսափելիությունը կանխատեսող եւ հիմնավորող ելույթները կեղծիքի եւ անօրինականությունից ազատվելու մեր ցանկությունը մարող մեր կամքն ու գործունեությունը կաշկանդող բացահայտ մարտահրավերներ են։ Ես էլ ճիշտն ասեմ։ Չէր ուզում ասել, ուզում էր ասել հիմա մենք կապ ունենք իշխանությունների հետ, կապ չունենք։ Ես ուզում եմ մի բան ասել, եւ դա ամենևին կապ չունի ուրեմն պարոն Մելիքյանի հայտարարության հետ, բայց գիտեք, արդեն քանի տարի է խոսում են մեր եւ իշխանության համագործակցության մասին։ Այդ քանի տարիների ընթացքում բոլոր ասողները հասցրեցին տեղը-տեղին համագործակցեն, հա։ Նույն այդ ասողները հիմա նախագահական ընտրությունից հետո փետրվարի 19-ին լռություն են պահպանելու, անցնելու են խոր ընդհատակ,
թե ինչ վճարի դիմաց, թե ինչ, այսպես ասեմ, ինչ եք անելու ընտրություններից հետո։ Մենք շարունակելու ենք անել այն, ինչ անում ենք միշտ, այսինքն պայքարել մեր գաղափարների եւ մեր ծրագրերի կյանքի կոչման համար։ Հիմա սա է մեր առաքելությունը, սա է մեր, այսպես ասեմ, պարտականությունը մեր հասարակության եւ մեր ընտրողների առջեւ եւ դա ենք անելու։ Հիմա այդ նույն մարդիկ մի 5 տարի խոր ընդհատակ են անցնելու։ Հիմա ես չգիտեմ, ընդհատակ անցնել իշխանության հետ համագործակցության հետևանքն է, պտուղներն են, թե ինչն են, բայց նույն այդ մարդիկ ուղղակի այսպես անդադ, գիտեք, հիմա հեսա ժառանգությունը կոալիցիայի մտնելու, հիմա հեսա հանրապետականի հետ այսպես, այսինքն այնքան են ասել, բայց այս տարիների ընթացքում ժառանգությունը ոչ մի այդ գործարքին չգնաց, բայց չգիտես ինչու այդ խոսակցությունները շարունակում են թեժ պահել։ Ես ուզում եմ հավատացնել ժողովրդին, ես ուզում եմ ավարտում ենք, արդեն իմ հարցերն էլ չսպառվեցին, բայց ժամանակը սպառվեց։ Ես ուզում եմ վստահեցնել, որ ժառանգությունը մնալու է այն ուղեգծում, որում որ նրան հասարակությունը լավ տեղյակ է, եւ դա ժառանգության ուղեգիծն է։ Շնորհակալ եմ զրույցի համար, սա երկրի հարցը ծրագիրն էր, ես զրուցում էի ժառանգություն կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ, լավ մնացեք։